Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, այսպես ավանդույթի համաձայն ամեն շաբաթ ամփոփում ենք անցնող շաբաթը, բայց ամեն շաբաթը սարսափելի իրադարձություններով մեզ համար, մեր ամոթի խայտառակության օրն էր 3, վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Միքայել Սրբազանը, Շիրակի թեմի առաջնորդը, ևս կալանավորվեց 2 ամսով։ Ինչ տեղի ունեցավ 3 վեհարանում, ինչպես էին շատերի բնական թուրքի նման ուղղակի ներխուժում վեհարան եւ փորձում պղծել, բայց հոգեվոր դասու ժողովուրդը մի քանի անգամ շպրտեց դրանց դուրս այդ ուժայիններին, բայց միևնույն է։ Միքայել Աջապահյանը ևս կալանավորվեց 2 ամսով։ Շաբաթվա ընթացքում կալանավորվել էր նաեւ Բագրատ Սրբազանը, քահանա, մեկ այլ խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, Մարիամ ջան, այո, ցավոք սրտի ամեն շաբաթ ինչ որ վատ, շատ վատ եւ սարսափելի վատ նորությունների ականատես ենք լինում, բայց պետք է երևի թե էմոցիաները անջատենք եւ փորձենք ոչ թե էմոցիոնալ մոտենալ այս բոլոր ցավալի, անընդունելի իրադարձություններին, այլ փորձենք ճիշտ գնահատական տալ, որպեսզի հասկանանք թե ինչ է կատարվում իրականում։ Սկիզբը իհարկե դրվեց մեր հայ արքայական եկեղեցու վրա հարձակումով իդեմս Նիկոլի։ Այսինքն Նիկոլը սկսեց հարձակումը եկեղեցու վրա, դրանից հետո եկեղեցուն սատար կանգնեցին շատ մարդիկ, 100,000-ավոր մարդիկ, բայց արի ուտես, որ այդ 100,000-ավոր մարդկանց սատար կանգնելը Նիկոլի համար նորություն չէր, բայց Ռուսաստանաբնակ մեր միլիարդատեր հայրենակից Սամվել Կարապետյանի եկեղեցուն սատարելը նա չկարողացավ ներել։ Ընդ որում, քանի որ խոսեցինք Սամվել Կարապետյանի մասին, նաև չեմ կարող չանդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի։ Ես ինքս շուրջ 11 տարի զբաղեցնելով համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնը, բազմիցս շփվել եմ պարոն Կարապետյանի հետ եւ ուղղակի անիմաստ է նշել այն բոլոր բարեգործական ծրագրերը, որոնք նա իրականացրել է տասնյակ միլիոնավոր դոլարների թե Արցախում, թե Հայաստանում, եւ նա նաեւ քչերը գիտեն, որ պարոն Կարապետյանը նաեւ հանդիսանում է համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Եվ 3 տեղի ունեցավ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որում ի զարմանս ինձ մեծ ցավով պետք է նշեմ, որ որևէ հոգաբարձու չանդրադարձավ այս իրավականության հետ որևէ աղերս չունեցող կալանքին, համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը որևէ խոսք չասեց պարոն Կարապետյանի մասին։ Ես իհարկե հասկանում եմ, որ բոլորդ վախեցած եք, հասկանում եմ, որ սարսափում եք Նիկոլից, բայց լավ գոնը մի պարզ մեկ նախադասությամբ ինչ որ ուղերձ կարող էր լինել համահայկական հիմնադրամի հոգաբարձուի խորհրդի անդամի մասին, որ մենք սատար ենք կանգնում ձեզ եւ մաղթում ենք շուտապույտ ազատում։ Կարող էիք որևէ քաղաքական երանգ չտայք այդ հայտարարությանը, բայց չնշել պարոն Կարապետյանի ավանդը համահայկական հիմնադրամի ծրագրերի մեջ, սա եւս մեկ նշաձող է, որը դուք կրկին իջեցրեցիք։ Հիմնադրամը վերածել է քաղաքական ինչ-որ խմբակի, որը ուղղակի ծառայում է ներկայիս իշխանությանը, եւ ցավով պետք է ասեմ, որ հոգաբարձուների խորհրդի սփյուռքի ներկայացուցիչների սփյուռքի անդամների գերակշիռ մասը լծվել է հենց այդ գործին, սպասարկելով Նիկոլին։ Խոսքը գնում է եւ օրինակի համար Պետրոս Թերզյանի մասին, որը ներկայացնում է Ֆրանսիան, եւ ցավոք սրտի Գաբրիել Գամբարջիի մասին, որը եւս հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ նստած է այնտեղ։ Լավ, միթե այդքան վախը փակել է ձեր աչքերը, որ դուք այլևս ոչ թե ձեր հայրենիքի մասին եք մտածում, այլ Նիկոլի։ Լավ չափ կա այդ ամեն ինչին չափ կա։ Նամանավանդ, երբ որ խոսքը գնում է դրսում ապրող հայի մասին, ինչից եք վախենում։ Որ ձեր մուտքը Հայաստան կփակեն, իսկ ձեզ պետք է մուտքը այն Հայաստան, որ Թուրքիան է տիրում։ Կարծում եմ ոչ։ Օգտվելով այս առիթից նաև կրկին իմ երախտագիտությունն եմ հայտնում Կարապետյանների ընտանիքին,
այս տարիների ընթացքում իրականացված հազարավոր ծրագրերի համար, որոնք իրավի փոխել են տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մեր հայրենակիցների կյանքը։ Արցախում դա շատ ավելի զգացվում էր։ Կարևորագույն ծրագրեր իրագործել պարոն Կարապետյանը եւ իր իրագործած ծրագրերը այս իշխանությունը նվերի տեսքով, բայց արյան մեջ փաթաթած հանձնել է Ալիևին։ Այս է իրականությունը, որը մենք բոլորս պետք է գիտակցենք։ Հիմա տեսեք, պետք է այս բոլոր իրադարձությունները փորձեմ կապել իրար, թե պարոն Կարապետյանի կալանավորումը, թե Բագրատ Սրբազանի եւ իր խմբի անդամներին եւ իհարկե Միքայել Սրբազանին։ Տեսեք, գաղտնիք չէ, որ 21 թվականին ընտրություններում Նիկոլը դիմեց խորամանկության։ Ինչ արեց նա։ Նա թռավ Մոսկվա եւ խոստացավ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված բոլոր պայմանները կկատարի, միայն թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում չսատարի որևէ տեխնացուի։ Չեմ ասում օգնի։ Սատարի, այսինքն դեմ չլինի այս կամ այն տեխնացուի ընտրություններին մասնակցելուն։ Նույնը Նիկոլը նաև արեց գնալով Թուրքիա, Ադրբեջան, եվրոպական տարբեր երկրներ եւ իհարկե իր ամենագլխավոր կուրատոր Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավար, նախկին ղեկավար Մուրրեի հետ հանդիպման։ Այսինքն ինչ արեց, բոլոր կողմերին տվեց խոստումներ, ընդ որում բոլորին տվեց իրար հակասող խոստումներ։ Բայց հայտնվեց մի իրավիճակում, երբ որ բոլորին առանձին վերցրած թվում էր, որ ինքը իրանց չի գցի։ Գծված կողմը եղավ մեկը, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Նիկոլը միանշանակորեն խաբեց Ռուսաստանի Դաշնությանը, այն ինչ որ խոստացել է չի արել, եւ քանի որ մենք անխուսափելիորեն մոտենում ենք 26-ի ընտրություններին կամ միգուցե արտահերթ ընտրություններին, նա արդեն գիտի, որ Ռուսաստանի Դաշնությունում այլևս իր որևէ խոստման չեն հավատալու, եւ նա հասկանում է, որ այս անգամ ռուսերին խաբել չի ստացվելու։ Հիմա այս դեպքում ինչ պետք է նա անի, նա պետք է ել ավելի սերտանա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, քանի որ իր վերընտրման երաշխիքը նա տենում է միմիայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տարբեր խաղերի մեջ, հա։ Հիմա Թուրքիան ի տարբերություն Ռուսաստանի խոստումների չի հավատում։ Թուրքիան չի հավատում խոստումների։ Թուրքիան գիտի, որ դեռևս կա ժամանակ մինչև ընտրություններ եւ սրան պարտադրում է գնալ կոնկրետ քայլերի մինչև ընտրություններ, որպեսզի իրանք վստահ լինեն, որ չեն գցվելու։ Նամանավանդ իրենք ունեն այդ շատ ծծուն օրինակը, թե ինչպես է Նիկոլը խաբել ռուսերին։ Հիմա ինչ է անում ինքը թուրքերի հրամանով իրականացնում է մի քանի ծրագիր։ Ծրագիրներից առաջինը դա իհարկե հայ առաքելական եկեղեցու վարկաբեկումն է եւ հայ առաքելական եկեղեցու պատիվը գետնով տալն է։ Արդյոք իր մոտ դա ստացվելու է թե ոչ, կապված է եւ կախված է միմիայն մեզանից, յուրաքանչյուրիցս։ Ես նախորդ եթերի ժամանակ ասել եմ, որ մի լսեք դրան, մի լսեք դրա կուսակցության անդամներին, ուշադրություն մի դարձրեք նրա վրա, թե իրենք ինչ են խոսում, այլ շարունակեք կուռ հավատքով հավատալ մեր հայ առաքելական եկեղեցուն։ Մենք չունենք այլ տարբերակ։ Մենք չունենք այլ տարբերակ, քան հավատալը մեր եկեղեցուն, մեր հավատքին եւ կուռ որպես ազգ դիմագրավել այս աղետին։ Հիմա տեսեք, ինքը Թուրքիայում եւ Ադրբեջանում ստացել է հրաման, հարձակվել եկեղեցու վրա։ Դրա համար այդպես ջանասիրությամբ դա անում է, որպեսզի ցույց տա, որ տեսեք 26-ին ինձ սատարեք, ես ավելին կանեմ։ Հիմա եթե ձեզ թվում է, որ Միքայել Աջափարյանի Սրբազան Աջափարյանի հանցանքը փակագծերի մեջ այն է, որ նա ասում էր, որ ռազմական հեղաշրջումը տարբերակներից մեկն է, դուք չարաչար սխալվում եք։ Սրբազանի հանցանքը Թուրքիային մեզ թշնամի կոչելն էր։
Դա է Սրբազանի հանցանքը փակագծերի մեջ։ Դրա համար է այսօր նա կալանավորված։ Եկեղեցու վրա հարձակումը հիմքում ոչ թե այս կամ այն հոգևարականի անձնական կյանքն է կամ ցանկացած ինչ-որ բան, այլ Արցախի հանդեպ եկեղեցու ունեցած վերաբերմունքը։ Գաղտնիք չէ, որ վեհապար հայրապետի օրհնությամբ տարբեր միջոցառումներ են իրականացվում եւ վերջինը Շվեյցարիայում էր, որտեղ քննարկվում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքները։ Եվ նաեւ զարմանալի չէ, որ հենց Շվեյցարիայում տեղ ունեցած միջոցառման հենց օրը սկսվեց հարձակումը եկեղեցու վրա։ Կարծում եմ բոլորիդ է հասկանալի, որ նա Նիկոլը փորձում է թուրքերին եւ ադրբեջանցիներին բավարարել մեր հայրաքելական եկեղեցու վրա հարձակումով։ Եվ կրկնում եմ, սա արվում է ոչ թե հենց այնպես, այլ արվում է կոնկրետ նպատակի համար, իշխանությունը վերարտադրելու նպատակով։ Նա գիտի, որ այլևս տարբեր տեղերում չի կարող ստանալ այն աջակցությունը, որը ստանում էր կամ ուզում էր ստանալ։ Հիմա իր հույսը մնացել է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ամերիկան խորապես թքած ունի այլևս Նիկոլի վրա։ Եվրոպական տարբեր երկրները չնայած պահպանում են շփումը Նիկոլի հետ, բայց ռուս-ուկրաինական պատերազմը ուղղակի քայքայել է Եվրոպան, թե քաղաքական իմաստով, թե տնտեսական եւ թե ռազմական։ Դրա համար Նիկոլի միակ հույսը վերարտադրվելու մնացել է Թուրքիան եւ Ադրբեջանը, ընդ որում Թուրքիայի օգնության ինքը արդեն մեկ անգամ դիմել է։ Կհիշեք, երբ որ փողոցները լեփլեցում էին մարդկանցով եւ Հայաստանի Հանրապետության գենշտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, առաջին երկիրը, որը պաշտոնապես արձանագրեց նրան, դա Թուրքիան էր։ Թուրքիայի նախագահը պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ Հայաստանում իշխանապողություն անթույլատրել է եւ սատարում է Հայաստանի օրինական ընտրված իշխանություններին։ Հիշում եք, չէ՞։ Հիմա նույնն է։ Հիմա Նիկոլը որևէ այլ տեղից չի կարող սատարում ստանալ, չի կարող օգնություն ստանալ, դրա համար դիմել է թուրքերին եւ ադրբեջանցիներին եւ իրենց պահանջով է, որ այսօր նման հարձակում է եկեղեցու վրա եւ նաեւ իրենց պահանջով է, որ կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Սա էլ է շատ կարեւոր։ Դուք պետք է ուշադրություն դարձեք հետեւյալի վրա, անկախ նրանից ում են կալանավորում, Նիկոլի Քեմալական պայմանագիր կուսակցության անդամները միանգամից սկսում են այդ բոլոր մարդկանց կապել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ։ Անկախ նրանից այդ մարդը որևէ կապ ունի, թե ոչ։ Նույն Բագրատ Սրբազանին եւ իր աջակիցներին, որ կալանավորել են, դուք տեսնեք, որ համացանցում գրոհը, որը տեղի ունեցել Բագրատ Սրբազանի վրա, երկու նպատակ ուներ։ Ընդ որում երկրորդը քչերն են հասկացել, բայց ինձ թվում է, որ հիմա ասեմ, բոլորդ կհասկանաք։ Տեսեք, Բագրատ Սրբազանին եւ այսպես կոչված իշխանազավթումը, որը իսկ Նիկոլի իրանք պլանավորում էին անել, միանգամից կապեցին Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու ասեմ ավելին, հենց կապեցին Ռուսաստանի Դաշնության հետ, սկսեցին ասել հետեւյալ բառերը, ընդ որում կարծեմ Ալենն էլ էր դա ասել, հա, որ մենք հերթական հոկտեմբերի 27-ի դեմը առանք։ Հասկանում եք ինչ են անում։ Ժողովրդի մեջ, մեր հայասարակության մեջ սերմանում են հետևյալ գաղափարը, որ հոկտեմբերի 27-ը պաստորեն ռուսերն էին կազմակերպել։ Այսինքն հերրու գնացող պլաններ սրանք ունեն։ Այդ դա են անում։ Բայց այդ ամեն ինչում կրկնում եմ, հասկացեք, որ կա թուրքական հետք։ Թուրքիայի համար Հայաստանը ռուսական ռազմաբազաներով հետաքրքիր չէ։ Դրա համար ինչ է դրված Նիկոլին, մինչև 26 թիվը ես դրա մասին ասել եմ, որ Նիկոլը գնալու է խայտառակ հակառուսական քայլերի եւ իմ ասելուց հետո կալանավորվեց թե պարոն Սամվել Կարապետյանը, թե Բագրատ Սրբազանը, թե հիմա արդեն Միքայել Արքիպիկոսը, այսինքն մենք խայտառակ իրավիճակում ենք հայտնվել։ Եվ բոլորը անկախ դրանից, ընդ որում, եթե ուշադիր լինեք, Սրբազանը շատ հաճախ բավականին կոշտ էր խոսում Ռուսաստանի Դաշնության մասին եւ Սովետական Միության։ Այսինքն իրեն համարել որևէ կերպ կապված մարդ Ռուսաստանի հետ անհնար է, բայց նրանք ամենձև կապում են։ Եվ կապում են ինչի համար,
որպեսզի դա տենա Ռուսաստանը, որ Հայաստանում գեներացվում է շատ լուրջ տեմպերով գեներացվում են հակառուսական տրամադրություններ։ Եվ այս ամբողջ փաթեթը դուք պետք է դիտարկեք որպես մեկ քայլ դեպի Թուրքիա, քայլ դեպի վերարտադրում ընտրությունների միջոցով։ Արդյոք դեմը առնելու ձև կա, այո, իհարկե կա, եւ փողոցում կա, եւ ընտրություններում կա։ Ես նաեւ օգտվելով առիթից կոչով կդիմեի բոլոր քաղաքական ուժերին հանգիստ թողեք եկեղեցուն։ Մեր հայ առաքելական եկեղեցուն հանգիստ թողեք, ինչպես վեհապար հայրապետը եւ իր խորհուրդը կորոշեն գործել, ուրեմն այդպես է ճիշտ։ Մենք չէ որ կարող ենք իրենց դասեր տալ, թե ոնց պետք է 1700 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը գործի։ Մենք չենք։ Միգուցե ինչ որ բաներում մենք կարող ենք համաձայն չլինել այս կամ այն քայլի հետ, բայց կրկնում եմ, մեր գործը չէ։ Ես կասկած չունեմ, որ մեր հայ առաքելական եկեղեցը այս փորձությունից էլ դուրս կգա պատվով։ Այո, ընթացքում լինելու են կորուստներ։ Այո, բոլորիս համար անընդունելի է, որ այսօր փաստորեն 2 սրբազան կալանավորված են։ Սա խայտառակություն է։ Եվ խայտառակություն է ոչ միայն մեզ համար։ Սա խայտառակություն է հայ ժողովրդի համար, անկախ նրանից, թե որտեղ եք դուք ապրում։ Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, թե ցանկացած այլտեղ, սա համահայկական խայտառակություն է։ Ես նույնիսկ ուրախ եմ, որ ելքս արգելված է երկրից, որ չեմ գնում ու շփվում տարբեր այլ երկրների մարդկանց հետ, որովհետև ամաչում եմ արդեն ասել, որ հայ եմ, որովհետև հայը լրիվ այլ մարդ էր մինչև 18 թվականը։ Հայը այն մարդն էր, որը դրսում պարծենում էր իր հաղթանակով, իր գեներալներով, իսկ հիմա ով է հայը։ Մարդ ում կոտորել են, ում ղեկավարը երկիր է հանձնել, ում ղեկավարը հայ առաքելական եկեղեցու հետ է կռիվ տալի, սրբազանների է կալանավորում։ Միթե ես ուզում եմ նման տեսքով երևալ դրսում, ոչ չեմ ուզում։ Բայց նաև կոչով դիմում եմ դրսում ապրող հայերին, լավ դուք ինչից եք վախում։ Ինչ պիտի ձեզ անեն։ Կրկնում եմ նորից, արգելեն Հայաստան գաք, իսկ ձեզ պետք է թուրքական վիլայի հետ Հայաստան գալը։ Այդ պայքարը պետք է լինի բոլոր քաղաքական մարդկանց օժանդակությամբ։ Բոլորը պետք է մի կողմ թողնեն նախասիրությունները, բոլորը պետք է գիտակցեն, որ մենք պայքարում ենք խայտառակ չարիքի դեմ։ Ընդ որում անպայման ուզում եմ շեշտեմ, որ երեք Հայաստան Դաշինքի պահվածքից շատ գոհ եմ, շատ ողջունելի պահվածքիր, շատ ողջունելի, բայց նաև ցավով պետք է նշեմ, որ չդառավ եկեղեցու վրա հարձակումը այս հասարակությանը փողոց հանելու տրիգեր, ցավով եմ դա նշում, ինձ միշտ մեջս այդ հարցը կայերի լավ էլ ինչ պետք է անի, որ բոլորով փողոց դուրս գանք, արդեն չգիտեմ։ Եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը լիներ Ալիևը, ես կարծում եմ, որ այս անցած 7 տարվա մեջ ինքը այդքան վնաս չէր տա հայ ժողովրդին, ինչքան տվել է Նիկոլը։ Ուղղակի չէր տա։ Նիկոլը, կրկնում եմ, ռուսերեն այդ բառը իրոք լավն է, էլի վրագ նարոդը։ Ինքը պետության թշնամի է։ Ինքը մարդ է, ով քանդում է ամեն ինչը։ Քանդում է հանուն փողի եւ հանուն պաշտոնի։ Էլի աշոտիկով, մաշոտիկով, սաղով միացան։ Բա տեսեք ինչ են կանխել, ինչ եք կանխել։ Ինչ եք կանխել։ Ինչ որ ապուշ խոսակցություններ եք դրել, որոնց իսկության վրա ես անձնապես շատ կասկածում եմ։ Ինչ որ թղթեր եք դրել։ Հլանդի մադիների մեջ էլ մարդիկ կան, ինչ որ այդ թղթերը տեսել են նախարարի պաշտոնները, բան նեղվել են։ Հա հիվանդ չեք, էսի հիվանդ հասարակություն է դառել։ Մեր պայքարը մեկն է։ Եթե առաջ մեր պայքարը ավելի լավ ապրելու համար էր, հիմա մեր պայքարը ապրելու համար է։ Ընդ որում հասկացեք, դրանք շատ տարբեր են այդ թեզերը, շատ տարբեր։ Օրինակ 2018-ին մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, դուրս էին եկել ավելի լավ ապրելու ակնկալիքով։ Ոչ թե ապրելու, այլ ավելի լավ։
18-ից հետո բոլոր շարժումները, որոնք տեղի են ունեցել, եղել են ոչ թե ավելի լավ ապրելու շարժում, այլ ապրելու շարժում։ Ու քանի գնում է, լուֆտը փոքրանում է այդ ապրելու։ Որտեվ կրկնում եմ, սա որոշել է վերարտադրման համար օգտագործել Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ հենց դրանով է պայմանավորված իր հակառուսական քայլերը, հենց դրանով է պայմանավորված եկեղեցու վրա հարձակումը, հենց դրանով է պայմանավորված հոկտեմբերի 27-ը Ռուսաստանին կապելը, եւ հենց դրանով է պայմանավորված բոլոր իր մնացած քայլերը։ Հիմա մեր ժողովուրդն է պետք է այդ ընտրությունը անի իր մեջ։ Ի վերջո, ում հետ եք դուք ուզում կառուցել ձեր ապագան։ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Առաջի դեպքում ես կասկած չունեմ, որ մենք ապրենք, երկրորդի դեպքում ես կրկին կասկած չունեմ, որ մենք չենք ապրենք։ Որովհետեւ թե ադրբեջանցիների, թե թուրքերի համար լավ հայը մեռած հայն է։ Եվ հենց դա է խնդիրը, որ անպայման թուրքերը եւ ադրբեջանցիները ուզում են, եւ նաեւ արևմուտքն է ուզում, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվեն ռուսական ռազմաբազաները։ Եվ Նիկոլը ամեն ինչ անելու է, որ դրան հասնի։ Ընդ որում կրկնում եմ, հաշվի առնելով, որ այս անգամ գործը բռնել է թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, եւ իր ողջ այդ վերընտրվելու գործընթացը իրանք են կուրացը անելու, ինքը պատրաստ է ծայրահեղագույն քայլերի, ինչպես եւ այսօր արդեն տեսնում ենք։ Ինքը պատրաստ է ամեն ինչի։ Հիմա հարց հայտևյալն է, իսկ մենք ինչին ենք պատրաստ։ Մենք պատրաստ ենք պայքարել։ Օրինակի համար ես տեսնում եմ, որ Բագրատ Սրբազանն է պատրաստ։ Ես տեսնում եմ, որ մեր շատ սիրելի Միքայել Սրբազանն է պատրաստ։ Ես տեսնում եմ, որ պարոն Կարապետյանն է պատրաստ։ Ես տեսնում եմ, որ նախագահ Քոչարյանն է պատրաստ։ Ես տեսնում եմ քաղաքական դաշտում էլի մարդիկ կան, որոնք պատրաստ են։ Բայց այդ բոլոր պատրաստ մարդիկ իրականում պատրաստ եւ իրական պայքարող մարդիկ, այլ ոչ թե ձև թափող, պետք է ինչ որ պահի կարողանան այս ժողովրդին համախմբել եւ կլինի դա փողոցի միջոցով, թե ընտրությունների միջոցով, կռիվ տալ եւ հաղթել։ Տեսեք, երեք հիշեցի Սասու Միքայելյանի հայտնի խոսքերը, երբ որ 18-ին այսպես կոչված հեղափոխության օրերին նա հայտարարեց, որ այս հեղափոխությունը ավելի կարևոր է կամ Արցախի ազատագրական պայքարը։ Հիշում եք բոլորը։ Հիմա կարծում եմ շատ ավելի պատկերավոր է, չէ՞, պատկերացնում, թե նա ինչ նկատի ուներ։ Բա իհարկե ավելի կարևոր էր, որտեղ սա հայազգը ոչնչացնելու ծրագիր էր։ Մի կողմից ապրենք մենք, որ դեռևս կանք, որ դեռևս պայքարում ենք։ Մյուս կողմից ամոթ մեզ, որ մեզանում ոստիկաններ են, որոնք հանուն աշխատավարձի պատրաստ են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա, հոգևոր սպասարկողների վրա, Վեհապար Հայրապետի վրա, սրբազանների վրա։ Ամոթ մեզ, որ մեզանում կան դատավորներ, որոնք հանուն իրենց աշխատավարձի կամ իրենց վախերի ձեռնելով պատրաստ են կալանքի տանել սրբազաններին կամ անմեղ մարդկանց։ Մասիս Մելքոնյան, օրինակ, սրբազանների կալանքի տանող դատավորը։ Այո, Մասիս Մելքոնյանը դա Արամ Սարգսյանի, հա, մտերիմն է, այն նույն Արամ Սարգսյանի, ում եղբայրը այս երկրում ճանաչված է որպես սպարապետ։ Ում եղբայրը այս երկրում արած ունի, ում եղբայրը Արցախի ազատագրական պայքարում լրջագույն դեր է ունեցել։ Ցավ եմ ապրում, որ այդ ընտանիքում Արամի պես մեկը կա։ Ցավ եմ ապրում, որ Արամի պես մեկի ինգերն էլ սրբազաններին է կալանքի տանում։ Ցավ եմ ապրում։ Ամոթ մեզ, որ մեզանում նմանները կան։ Ես հասկանում եմ, որ այս անցած 7 տարիները Նիկոլը արևմուտքի ֆինանսավորմամբ եւ նաեւ ձեր հարկերի հաշվին ստեղծել է ոստիկանական, դատախազական եւ դատավորական ինչ-որ կուր համայնք, որում իրան դեմ պայքարող չկա։ Ես օրինակ երեկվա միջոցառումից հետո, որ իրանք եկեղեցում իրականացնում են այդ սրբապիղծները, սպասում եմ, որ գոնե մի քանի ոստիկան
հրաժարական կտան, դուրս կգան գործից եւ կհայտարեն, որ եղբայր մենք եկեղեցու դեմ գնացող չենք, բայց դա տեղի չունեցավ։ Եվ սա նաեւ ստուգատես էր ապագայում եկավ շատ ավելի դաժան իրադարձությունների, որտեւ երբ որ ոստիկանները, ԱԱՑ-ականները կամ հատուկ ջոկատայինները առանց երկմտնելու մտնում են եկեղեցի, դա նշանակում է մեր պես մարդկանց փողոցում սատկացնել, իրանց համար այլևս որևէ դժվարություն չի առաջացնի։ Այդ մարդկանց գազազացնում են, որ ավելի դաժան լինեն մեր հանդեպ։ Ես ցավով եմ դա նշում, որ այդ ամենը արվում է հայ ժողովրդի կողմից հավաքագրված հարկերի, վճարված հարկերի հաշվին։ Նիկոլը ստեղծել է անձնական օգտագործման գվարդիա, որը պատրաստ է ամեն ինչի։ Եթե վաղը հրաման ստանան, Աստված մի առաստե, վեհապարին նույն ձև կալանավորելու գնալու են ու սուսպուս անեն։ Ու մեջները չի գտնվի մեկը, որ ասի լավ, հո դուք գիժ չեք։ Բավ է։ Այսպիսի երկրում ենք մենք այսօր ապրում։ Ինչով է այսօրվա Հայաստանը տարբերվում թուրքական վիլայետից, ասեմ, միայն մի բանով, որ Հայաստանում դեռևս կա ռուսական ռազմաբազա։ Մնացած ամեն ինչում մենք թուրքական վիլայետ ենք։ Ամեն ինչում։ Սամվել Կարապետյանին կալանավորում են, դրանից օրեր անց Հայաստանից մի հատ նախարար գնում է Թուրքիա ու քննարկում է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։ Եվ դրան զուգահեռ Նիկոլը խոսում է էլ ցանցերի սեփականաշնորհման մասին։ Այսինքն Տաշիր գրուպից խլելու մասին։ Իսկ դուք պատկերացնում եք այդ գործելավոճը ինչ է իրականում բերելու բիզնես ոլորտում։ Մի կողմ թողնենք քաղաքականը, մի կողմ թողնենք, որ թուրքերի համար են այդ ամեն ինչ անում։ Դուք հասկանում եք, որ այսուհետև Հայաստանում որևէ իրան հարգող մարդ ներդրում չի անի։ Չի անելու ուղղակի, որտեղ իրան հարգող մարդը տենալու է, որ այս իշխանությունը այդքան անասուն են, որ փաստորեն կարան մարդուց խլեն։ Մի բան, որ ինքը գնել է, մի բան, որ ինքը առողջացրել է, մի բան, որի վրա ինքը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է ծախսել։ Բայց դրանից հետո սպասում եք ինչ-որ մեկ էս երկրում ներդրում կանի։ Դուք դնում լույսերը անջատում եք պետական տարբեր կազմակերպություններով, հետո գցում եք էլ ցանցերի վրա։ Ժողովուրդ, սա է վիճակը։ Սա է իրական վիճակը, ասում եմ, մեծ թուրքական վիլայետից այսօր պահում է միմիայն ռուսական ռազմաբազան, որը ստե կա։ Իրան էլ կհանեն ու վերջ։ Այդ ժամանակ դուք լրիվ կհասկանաք, թե ինչ է նշանակում թուրքական վիլայետ լինելը։ Երբ որ ձեզ մեր օդանավակայուն արդեն թռնելուց ստուգելու են ոչ թե հայերը, այլ թուրքերը կամ ադրբեջանցիները, իրանք են թույլ տալու։ Թռնեք թե ոչ, հետ գաք թե ոչ, որտեվ իրանք են այսօր թելադրողը, որտեվ կրկնում եմ, իրանց թելադրանքով եւ վերարտադրվելու հույսով է Նիկոլը այսօր անում այս բոլոր քայլերը։ Եվ սա դեռ սկիզբն է։ Ցավով եմ դա ասում, սա դեռ սկիզբն է։ Սա նախաբանն է։ Թուրքերը շատ ավելի դաժան են եւ ադրբեջանցիները, քան դուք պատկերացնում եք։ Եվ իրենց հավատարմությունը ցույց տալու համար իրանք Նիկոլից դեռևս շատ բան են խնդրելու մինչև 26 թիվը, մինչև ընտրությունները։ Կհաջողվի ընդդիմությանը դուրս գալ փողոց, կլինի այդ որոշումը։ Կոչով կդիմեն բոլորիդ, որպեսզի բոլորը դուրս գաք փողոց, որտեղ սա կյանքի ու մահվան կռիվ է։ Ես ապրել եմ ուզում։ Ես ուզում եմ իմ երեխաները այստեղ ապրեն, իմ ծնողների հետ այստեղ երջանիկ ապրենք։ Ուզում եմ իմ ընտանիքը այստեղ ապրի։ Ես իմ վրա եմ օրինակը բերում։ Ես պատրաստ եմ ամեն ինչի։ Որովհետև ես ինձ դրսում չեմ տեսնում։ Սա իմ հողն է։ Երբ որ ես եկեղեցի եմ մտնում, ես ինձ ավելի լավ մարդ եմ զգում, ավելի լավ հայ եմ զգում։ Կասկած չունեմ, որ մեզ դիտողները նույնպես օգտվելով առիթից ասում են, որ պինդեղ եք։ Դեռևս շատ փորձություններ ա մեր գլխին գալու, շատ փորձություններ ա գալու, սա սկիզբն է։ Նախորդ անգամ ասել եմ, որ սրանք այսպես սրանց չեն կանգնի, իրանք դեռևս տարածելու են տարբեր նյութեր, միգուցե նաև վիդեո նյութեր, սարքած, բայց փորձելու են մաքսիմալ վարկաբեկել մեր եկեղեցին, մաքսիմալ։ Մի նայեք, մի տարածեք ու մի տրվեք այդ սադրանքին, որտեղ մենք հայ քրիստոնյա ժողովուրդ ենք։ Մենք մի ժողովուրդ ենք, որը չուներ պետություն, բայց ուներ հավատք։
Չուներ պետություն, բայց ուներ եկեղեցի։ Եվ հավատացեք, այսօր էլ եթե մենք կորցնենք մեր պետությունը, իսկ մենք դրան շատ մոտ ենք, եկեղեցին կմնա։ Անկախ դրանից ինչ պայքար են եկեղեցու դեմ այսօր վարում։ Ի վերջո վեհապար հայրապետը կարող է վաղ ուղակի թռնել, չգիտեմ, ցանկացած այլ երկիր եւ այնտեղից իրականացնել իր գործառույթները։ Որևէ մեկը չի կարող իրեն ստիպել դուրս գալ, հա, իր ծառայությունից։ Այդ մի բանում Նիկոլը չի աջողվի։ Արդյոք կգնա կալանքի թե ոչ, չգիտեմ, մենք սրանցից ամեն ինչ սպասել է։ Ու ցավով պետք է նշենք, որ Էրդողանը ոնց որոշի, տենց է կանի, կամ Ալիևը ոնց որոշի, տենց է կանի։ Սրանք մինչև 26 թիվը դեռևս այսպես կոչված անկլավներ են հանձնելու։ Բայց կրկնում եմ, դրանով չեն սահմանափակվելու։ Թուրքը եւ ադրբեջանցի նիսյա աշխատող չի։ Իրանք նաղդ են ուզում։ Նաղդի մեջ մտնում է մաքսիմալ վարկաբեկել մեր եկեղեցին, մաքսիմալ վարկաբեկել հայ-ռուսական հարաբերությունները եւ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանից դուրս բերվի Ռուսաստանի ռազմաբազան։ Այս է պլանը։ Եվ ես հույս ունեմ, որ բոլորը դա գիտակցում են։ Իհարկե կլինեն, չգիտեմ, 10-15%, որոնք չեն հավատում մեր ասածներին, որոնք ավելի նախընտրում են հավատալ այս անհայրենիքներին, այս թուրքերին։ Բայց ժամանակը գալու է, մեկա դուք իրականությունը իմանալու եք։ Եվ շատ ավելի դաժան ձեր համար ելնելու այդ իրականությանը հավատալը։ Որտեղ դուք չեք պատկերացնում, թե ինչի տակ եք մտել, ում եք հավատում եւ ինչ եք իրականում քարոզում այս ժողովրդի գլխին։ Այսքանը Մարիամ ջան։ Պարոն Վարդանյան, քանի որ եթերում եք եւ ես չէի ուզում ձեզ ընդհատել, հրավիրում է Արեն Նիկոլ Փաշինյանը։ Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում դադարեցնում ենք հայախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ ասում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բարեվեճի եւ միայն ստուգված փաստերի հիման վրա հիմնվելու տրամաբանությանը։ Առաջարկում հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պայից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից պարականոն բարապաշարի եւ խոսույթի կիրառման համար։ Վրա հուլիսի 5-ին կիքես եմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության շրջանակներում։ Ուրեմն հայրենի մշակույթը վերած, հայհոյողը առաջինը, իր տեղով, տնով, ցեղով, խոսողը, հայրենի լեզվով, այսպեսի առաջարկություն անում։ Ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, Մարիամ ջան, ես այդ մարդու որևէ գրածին, որևէ ասացին, որևէ բանի չեմ հավատում։ Այդ պետք է մի քիչ մտածեմ ու հետո հասկանամ հիմա ինչ է ուզում անի։ Բայց ինչ ասել եմ ուժի մեջ է։ Սա իրականացնում է թուրքերի եւ ադրբեջանցիների պլանը։ Պլանն էլ ասել եմ ինչ է։ Ռուսաստանի ռազմաբազան այստեղից անել եւ մինիմումի հասնել Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանում որևէ process-ի։ Դրան է ծառայելու նաև էլեկտրացանցերի խլման process-ը, որը հետո միանշանակ, հիմա չլինի միանգամից, բայց կարող է 3-4 ամսից կամ 1 տարուց փոխանցվել է թուրքական կամ ադրբեջանական ինչ-որ ֆիրմայի։ Ընդ որում պետք է ասեմ, որ ժամանակին նորությունները ինչ է տարածվել, որ Ամերիաբանկը վաճառքից հետո այսպես կոչված վրացական կազմակերպությանը հետո այդ եկան տեղեկություններ, որ այդ կազմակերպության խորհրդի անդամների մեջ կան նաև ազգությամբ ադրբեջանցիներ։ Եվ այսօր մեր քաղաքացիների գերակշիռ մասին տեղեկությունները նաև ակնհայտ է, որ գնում են Ադրբեջան։ Հիմա Նիկոլը այսօր ասում է, եկեք առանց ստուգելու որևէ բան չհրապարակենք, այստեղ հարցածակում նախ եւ առաջ։ Այդ տաղա, այն ինչ որ դու այսօր այս անցած օրերի ընթացքում հրապարակում էր, քեզ ով է ասել, կամ ԱԱՑ-ն է ասել, կամ հնարել ես, երկու տարբերակում էլ դու օրենք ես խախտել, որտեվ կամ դու խաբել ես, կամ ազգային անվտանգության ծառայությունը փոխանակ զբաղվի ազգային անվտանգությամբ, այսինքն քեզ այս երկրի ղեկից հեռացնելուց զբաղված է տարբեր մարդկանց վրա անձնական բնույթի տեղեկություններ հավաքագրելով եւ քեզ փոխանցելով։ Այդ է խնդիրը։ Հիմա եթե ինքը ասում է եկեք այլևս չճշտված բան չասենք, իսկ ով է պնդելու դա ճշտված է թե ճշտված չի։ Նիկոլը հա ինքն է որոշելու։ Դրա համար Մարիամ ջան, ես ընդհանրապես բոլորին խորհուրդ կտամ ու մի բան էլ քեզ ասեմ, Մարիամ ջան, վերջերս շատ եմ նկատում, որ անդիմադիր տարբեր մամուլի էջեր տարածում են թե Նիկոլի, թե իր պատգամավորների ելույթներ, ախպեր թարգեք։ Այդ քանի անգամ եք դուք տեսել, որ հանրայինը տարածի Նիկոլին պախարակող որևէ մեկի ելույթ։ Ոչ մի անգամ,
կամ իրան սպասարկող Արարատ News-ը։ Քանի անգամ եք տեսել, որ տարածի օրինակի համար Աննա Գրիգորյանի ելույթ ազգային ժողովում։ Ոչ մի անգամ։ Բոլորս պետք է ընդհանրապես աչքները փակենք, երբ որ դրանք խոսում են, որտեվ իրանց ոչ լսելու կա, ոչ էլ տենալու կա, ուղղակի հասկանալու կա, որ սրանք իրագործում են թուրքական ծրագիրը, եւ մեր միակ գործը պետքա լինի դրա դեմը պայքարելու, միջոցներ ստեղծելու եւ այդ պայքարին միանալը։ Այդքան բան, Մարիամ ջան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։